պատճառածելն են։ Ուզում եմ ասեմ, չեմ ցանկանա թիվ հնչեցնեմ, բայց բավականին լավ տեղաշարժ կա ու ընդհանուր ըմբռնում կա եւ մեր գյուղացիներն էլ, մասնապես ապարանցիները, լինելով շատ խելամիտ ժողովուրդ, հասկանում են, որ այդ ծրագրի հետագա ընթացքը ուղղակի եւ անուղղակի ձևով անդրադառնալու է մեր գյուղացիների կյանքի լավարկմանը, որովհետեւ այդ 1100 հոգին որ պիտի աշխատեն, այնպես չի որ Երևանից պիտի բերեն այդ աշխատողներին։ Մի մասը իհարկե կգան, բայց մեծ մասը ապարանցիներն են աշխատելու, նաեւ մեր մարզի մնացած ժողովուրդը։ Շնորհակալություն։ Էլի հարցեր ունենք պարոն Մովսյանին։ Պարոն Մովսյան, շնորհակալություն, հաջորդ Սարհատի մարզպետ պարոն Թևոնյան։ Պարոն Ղալումյան, հարգելի գործընկերներ, ես էլ կարճ ներկայացնեմ 24 թվականին Արարատի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 533 միլիոն դրամ, որը ֆինանսավորվել է 97%-ով։ Էլի տարբերությունը ազատ հաստիկացուցակի եւ էլեկտրաէներգիայի մասով ա եղել։ Այսքանը, եթե հարցեր կա, կպատասխանեմ։ Շնորհակալություն, հարցեր ունենք պարոն Թևոնյանի։ Խնդրեմ, պարոն Դանիելյան, իհարկե։ Այս հարցը քանի որ շրջակա միջավայրի նախարարության տիրույթում է, բայց նաև կուզեմ ձեր կարծիքը լսել, քանի որ ձեր մարզում բավականին շատ են ձկնաբուծությամբ զբաղվողները, ես ուզում եմ ձեզնից ճշտել այդ ապօրինի եւ տիրազուր քորերի հետ կապված, որ խնդիրը կա, հիմա կարծեք թե նոր սիստեմ, նոր ձև է մշակվում կոնսերվացման, դուք արդյոք ունեք ձեր մոտ տվյալներ կամ մոնիտորինգ անում եք, օրինակ ինչքան է եւ դրա արդյունավետության, այդ ջրերի ճիշտ կառավարման եւ այլն կա ձեր մոտ այնպես վիճակագրություն։ Չէ, պարոն Դանիելյան, մենք չունենք նման տվյալ, բայց նախարարության հետ համագործակցում ենք եւ հիմա process-ն էլ գնում է։ Այսինքն մեր մոտ մեր տիրույթում չի, դերշական մարմիննում է եւ բնապահպանության նախարարությունում է, բայց հարկ եղած դեպքում համագործակցում ենք։ Շնորհակալություն, էլի հարցեր պարոն Թևոնյանին։ Պարոն Թևոնյան, շնորհակալություն։ Արմավիրի մարզպետ պարոն Արգիշտի Մեխակյանին ենք լսում։ Խնդրեմ պարոն Մեխակյան։ Շնորհակալություն, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցների հաշվին Արմավիրի մարզում իրականացված ծրագրերի եւ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը կարճ ներկայացնեմ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի կողմից տարածքային պետական կառավարման ապահովում միջոցառման իրականացման համար 2024 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասով օրենքով նախատեսվել է 555 միլիոն 43200 դրամ, ճշտված պլանը կազմվել է 554 միլիոն 45200 դրամ, դրամարկղային ծախսը կազմել է 552 միլիոն 216400 դրամ, մրցույթի արդյունքներում տնտեսվել է շուրջ 1.8 միլիոն դրամ։ Կատարողականը շուրջ 99%։ Սիրով եթե հարցեր կան կպատասխանեմ։ Շնորհակալություն, հարցեր պարոն Մեխակյանին, խնդրեմ պարոն Դանիելյան։ Ձեր մոտ արդյոք վիճակագրություն կա մարզում անջրդի եւ չմշակվող հողերի հետ կապված, եթե կա, խնդրում եմ ներկայացրեք, եւ առհասարակ այս ռոռոկման սեզոնին արդյոք տարեց տարի այդ խնդիրները որ կա ռոռոկման սեզոնին ջրի սակավության հետ կապված ինչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ եւ մարզում կիսախողովակների գիտեք որ ջրային հունով ջուրը բավականին շատ կորստաբեր է, կորուստները շատ ա լինում, ինչ աշխատանքներ են տարվել այդ ուղղությամբ հասկանալի է հարցս կարծում։ Շնորհակալություն պարոն Դանիելյան։ Իհարկե կա վիճակագրություն, ես այս պահին չմշակվող հողերի մակերեսը կդժվարանամ ասեմ իմ ձեռքի տակ չունեմ, բայց կարող եմ ասել հետեւյալը, որ 2024-ին մշակվել է շուրջ
43993 հեկտար հողատարածք, 2023 թվականին 43651 հեկտար, այսինքն շուրջ 342 հեկտարով ավել է մշակվել 2024 թվականին։ Ինչ վերաբերում է ոռոգման հետ կապված խնդիրներին, մենք ի ուրախություն մեզ կարող եմ նշել, որ վերջին տարիներին ոռոգման ջրի հետ կապված լուրջ խնդիրներ չենք ունենում, այսինքն բանը չի հասնում նրան, որ մեր գյուղացիական տնտեսությունները փորձեն ճանապարհ փակել, կտրուկ քայլերի դիմել, որպեսզի իրենց ձայնը կամ իրենց խնդիրը հասանելի լինի պատկան մարմիններին։ Շատ օպերատիվ կերպով աշխատում ենք ջրօգտագործող ընկերությունների հետ, համայնքի ղեկավարների հետ եւ վերջին տարիներին ջրօգտագործող ընկերությունների կողմից ջրային ռեժիմների էականորեն կանոնակարգում է տեղի ունեցել, մեծամասամբ այդ պատճառով նաև դժվար ոռոգման ջուր հասանելի վայրերում հասանելի են դարձել ոռոգման ջուրը եւ սուր խնդիրներ չենք ունեցել։ Բացի դրանից վերջին տարիներին եւ սուբվենցիոն ծրագրով եւ պետական բյուջեի տարբեր ծրագրերով իրականացվել են եւ հիմնական ջրանցքների եւ ներքին ջրամատակարարման համայնքային ցանցերի վերակառուցում, արդիականացում, ինչի արդյունքում նաեւ վերացել է կամ կրճատվել է ոռոգման ջրի կորուստները։ Իհարկե չի վերացել, բայց էականորեն կրճատվել է։ Արձագանք ունեք, խնդրեմ։ Ձեր մոտ ոնց հասկանում չունեք ձերքի տակ այդ տվյալները, թե քանի կիլոմետր է հիմնանորոգվել, ինչքան դեռ կա, ոնց հասկանում եմ այդ վիճակագրությունը չկա։ Շնորհակալություն, ելի հարցեր։ Շնորհակալություն, պարոն Մեխակյան։ Հարգելի գործընկերներ, Գեղարքունիքի մարզից այսօր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում